Հարգելի ժողովուրդ, տեսեք, ոստիկանը մոտեցել է նախորդ տարիներին հազար հատող ինձ վիրավորած այդ մուսռին արում իսա, այդ հայք է ինչ է, եւ ես ենթադրում եմ, որ շարունակությունը այս գործողության Իրանն է։ Այս օբյեկտն էլ պատկանում է նախկին Մենտ Կոմցան Ալիգին, որը ելի եմ կրկնում այդ ոստիկանության Կումայրի բաժնի պետի տեղակալ Մանուկյան Հայկի հետ զեղծարարություն էր արել $10,000 ինչ որ հախ էին վերցրել բան, մեկին համակարգից հեռացրեցին, մյուսն էլ բան էր, մնացել է ստեղ սա է բացել, ուրեմն ինչ եղավ, ես այս նկարելուց հետո ստեղ պարեկներին տեսա եւ պարեկներին խնդրեցի, որ զբաղվեն, գտնեն ինչ է հարցը, պարեկները արագ արձագանքեցին եւ ուրեմն 02-ին եմ ես զանգել, հիմի հաղորդում են վերցնում ինձանից, որ ես տեսել եմ այս ծառերի այս վիճակը եւ ենթադրություն ունեմ, որ արել է այն նույն անձը, ով որ արել էր 19-20 թվականներին։ Տեսեք, ոնց է մորթել ծառը։ Ոնց են մորթել։ Ինքը քսան, ինքը չէ։ Խաբար չէ։ Ինքը քսան, բայց ինքը քսան, ինքը խաբար չէ։ Ուրեմն բացեք գործի նյութերը, նախորդ անգամվա գործի նյութերում պարոն Թադևոսյան ինքը ասել է, որ ինքը ստեղից կտրած է ծառերը, տարել է օտանավակայան, իր մտերմությունը պահեստավորել է, որտեղ ինքը գտել է, որ այդ մտերմուհին ունի կարիք վառելիքի, եւ ինքը տարել է դա։ Եթե դուք սա կոծկեցիք, ուրեմն ձերս Մենտ Կոմցան Ալիգը եւ ձեր Հայկը Մանուկյան, որը ոստիկանության Կումայրի բաժնի պետի տեղակալը եւ կապ ունի այս օբյեկտի տիրոջ հետ, կոծկում են այս ամեն ինչը։ Եթե դուք սա կոծկեցիք, հիմա այս ամեն ինչը եթեր է գնում։ Ես դրան էլ կանրադառնամ։ Հարգելի ժողովուրդ, Խրիմյան Հայրիկ փողոցում գտնվող այս օբյեկտը պատկանում է Կոմցան Ալիգին, որի գործը հակակոռուպցիոն կոմիտեում է, 5 տարի ազատազրկում է սպառնում իրան, ես գիտեմ, որովհետև ինքը ոստիկանության Կումայրի բաժնի պետի տեղակալ Հայկ Մանուկյանի հետ հախ է վերցրել $10,000 չափով այդ մեկ, այդ նույն Հայկ Մանուկյանը այսօրվա Գյումրու Բռնովի քաղաքապետի թեկնածու Սարիկ Ձորիկ այդ ապուշի հորկուրի տղեն է թե ինչն է, եւ երևի այս ամեն ինչը իրանց հնարավորություն է տալիս այսպես վարվել քաղաքի հետ։ Սարիկ ես, ձորիկ ես, փորիկ ես, փոփորիկ ես, ինձ չի է դաշկերում, թե քո բարեկամը, որը նաեւ Շիրակի մարզի առաջին աջանի, ընդհանուր իրավասության Թադարանի առաջին աջանի Թադարանի նախկին նախագահ Մանուկյան Էջիկի քրոջ տղան է։ Հիմա եթե մենտերը սա կոծկում են, ուրեմն իրանք բոլորը խառնված են։ Ընդամենը 3 ծառ չէ սա։ Սա անհանդուրժելի երևույթ է, միլիցեքը կանգնած ես իրանց ներկայությամբ ամեն ինչ ասացի։ Եթե սա կոծկեցին հերթական անգամ այդ ուրոդին 05 KK 030 հիվան է վարում, կոծկեցին դրա հանցագործությունը, ուրեմն լսի տիկին Արփինե Սարգսյան ես, ինչ ես, նախարար, կոմենտերը, ուրեմն ստեղ կոծկելով են զբաղված հանցագործությամբ, Վայե Ղազարյանի գլուխը կերանք, նա է հերթը քոնը չլինի, լսում եմ ձեզ ասեք։ Հայտնեք ինչ եք նկատել։ Ուրեմն, հիմա քանիսն է ժամի, կասեք, ես մի ժամ է երևի արդեն տրսում եմ, տղեկ ես ձեզի քանիսին մոտեցեք։ Ներոպեմ, ինչ։ 2:08, երևի թե 1:30 հատվածում էր, ես անցա այս հատվածով, Խրիմյան Հայրիկ փողոցով եւ նկատեցի այս ծառները, 1:30 հատվածներ էլի, 1 ժամ կա ես ծերեց պես մի նկատեցի, որ այս ուրեմն ծառերի վիճակը սա է, նորից այս մորտած է, անցա նկարեցի, ֆիքսեցի եւ այս բենզան լցակայանից դուրս գալով տեսա պարեկներին։ 3 ծառ եք նկատել։ Այո, 3-ը եւ այնն է, տեսեք այն պատի տակը այնտեղ էլ կա։ Նկատեցի պարեկներին, դիմեցի, մարդիկ արագ արձագանքեցին, բայց ասացին, որ ընդհանրակարգ գոյություն ունի, պիտի զանգեմ 102,
102 զանգել եմ, որի հետևանքով եկել եք դուք։ Եվ հիմա ձեր բոլորի ներկայությամբ տալիս եմ հաղորդում, որ տեսել եմ ծառերի այս մորթը, որի նպատակը հետագայում երևի այսպես տագից արմադախիլ անել, վերացնել այս ծառերի բախտն ու ճակատագիրը։ Տեսեք, ուրեմն այս բաները, ճյուղերը հələ հավաքածե չեն, ավլածե չեն, սա նշանակում է, որ կամ երեկոյան է եղել, կամ, չգիտեմ, առավոտ, տեսեք ժողովուրդ, խնդրեմ տեսեք։ Այսինքն բոլորովին թարմ է, եւ ես ենթադրում եմ, որ սա արել է այն նույն անձը, այն ագնոցավորը, ով որ 19 թվականին գիշերը 8:20 19 կամ 20 կարող ենք եկեղեցական տոնացույցով նայել, որովհետև ճարակալույցի օր էր այդ օրը, բայց հիշում եմ ապրիլի 16-ին, ստեղ գիշերով այս նույն ծառերը կտրում էր, եւ ես սա ֆիքսեցի, ուղարկեցի այդ հաղորդումը դատախազություն եւ ոստիկանություն, եւ մեր մարզի դատախազ Էշկուգոն, Գրիգորյան Կուգո անազգանով մագանունը դա է, ես մեղավոր չեմ, որ իրա գյուղացիները իրան այդ անուն են տվել, ընթացք չտվեց, ինչպես նաեւ ընթացք չտվեց ոստիկանության Կումայրի բաժինը։ Ոմն նաեւ Սեթ Մելիքսեյցյանը, այդ Բոյլուխ հիմարը, որ եկել էր մեր տուն իմ թևերն էր ոլորում։ Դրա համար էլ այդ չպատժված հանցագործությունը տվեց նոր արդյունք։ Այդ տեսեք, վաղը մյուս օրեր, եթե ես սա չարցանագրեի երևի, գայինք տեսնեինք արդեն էդված լրիվ հատված ծառերը։ Հիմա աղջիկը կրում է, մի հատ բարձրաձայն կկարտանք ինչ է, եւ ես կստորագրեմ, էլ դրա հբարտ տեսքին նայեք ոնց է կանգնած։ Սրան նայ, Վանաձորցի է։ Ինք ասում եմ, որ Վանաձորցի ապրում է այս շենքը։ Նկատել եք այս քաղաքացուն Դերևս 19 թվականին։ նշել եմ։ Այո, բայց հիմա չեմ նկատել, չէ, ես իրա ձեռքով չեմ տեսել հադումը, բայց 19 թվականին թե 20 գիշերով ինքն էր դա անում։ Եվ հպարտությամբ էլ ասում էր, որ ունի Գյումրու քաղաքապետարանից փաստաթուղթ, այնինչ չուներ ոստիկանությունը։ Հասկացում եք, որ Այո, իհարկե, ռեցիդիվ է, սա ինքը ռեցիդիվիստ է, այդ իմաստով։ Քաղաքապետարանի թույլտվությունը ես իրանից ուզեցի, ինք ինձ չներկայացրեց։ Եթե սա արված լիներ քաղաքապետարանի կողմից, քաղաքապետարանը ամբողջ փողոցով կաներ, տեսեք կողքի ծառերը։ Բայց արվածը կողքետ էս օբյեկտի դիմաց։ Որտեղից է։ Հայք ասացիք, չէ՞։ Հա, ես իշքան գիտեմ Վանաձորցի է, բացեք նայեք էլ այդ նյութերական հին նյութերը ինքն է ինձ պամոյմը ներկայացել, հələ ասել է, որ այս մակեր շենքն էլ ապրում է։ Ցինիկ մի հատ անձնավորություն, լկտի անտաստիրակ, եւ իրեն Գյումրիում զգում է շատ լավ, չգիտեմ, այս կազմակերպության, ինչքան գիտեմ, այս ցեմենտ կրողների մեջ է, չգիտեմ ինչ է, այս ձեր Հայկը Թատևոսյանն, ինքը գնաց հետը խոսած հասկացավ, որ ինքն է դրա հեղինակը, հիմա չի ասում, ոչ չկիմանանք, հարգելի ժողովուրդ, մի եղեք անտարբեր, մի եղեք, մի վախեցեք հեչ բանից, ճշմարտությունը մեկն է, հակառակականության թեմ պայքարեք, ոչինչ, ին վրա հիմա 7 գործ կա, թող 8-րդը լինի, եթե ես սխալ եմ, մի վախեցեք ոչին բանից, բայց ես այդ 8 գործերն էլ էին վրա կարած այս բացահայտումների համար, որտև այս մարզի իրավապանների դուր չի գալիս, որ ես այս կարգի բաներ եմ բացահայտում, օրինակ ասենք Էշկուգոյի հովանավորությամբ այս նախորդ տարիներին կոծկած հանցագործությունը։ Փխանակ պատժին կնում է դու երրորդ հանց ես, իրավունք չունես։ Երրորդ հանց, այսինքն քաղաքացին մտահոգ իրավունք չունի ընթացք տալու։ Լսում եք բարեկ այդ ծառայությանը հայտնել եք։ Այո, որ խնդրում եմ ճշտեք, թե ով ես ում թույլտվությամբ է այս ծառերի հախից եկել։ Ես փողոցի ժողովուրդը գիտե, թե ինչ որ բան եմ ես երել։ Ինձ չի է դաշկեր է, բացարձակ, ճիշտը մեկն է ես կյանքում ու վերջ։ Պիտի պայքարեմ, ինչքան կուզեք, դեմ եղեք, ես ինչքան հագարունական, կեղտոտ բան տեսա, պիտի պայքարեմ։ Բացարձակ չի է դաշկերում որևէ մեկի վերաբերմունքը
այդ հանրային կարծիք, մարզիկ, հանրության մեծ մասը այսօր քփշնիկներին է ցան տալիս, նրանք ով են որ ես այդ աշխարհում։ Ոստիկանության գումարի բաժնում ցանկանում եք ներկայացնել։ Ոչ, այս հիմք չէ արդեն, բավարար չէ։ Դա նշանակ։ Մի հատ էլ գնամ այնտեղ չեմ ուզում ձեր գումարի բաժին կամ։ Զզվանք էլի, մեկին որ պատժեք էլ սպես չի եղնի, զզվանք, այն նույն ձևով էլ են բանը, կասկատայի մոդի հաստաբուն ծառերն են իրեք հատ կտրել, այն նույն թվին է եղել, ու այդ էձիկը Սաղկալյան է, Սաղկանյան է, մինչև հիմի հաստաբուն ծառերը կծած են, էլի ընթաց կշտվեցին, օրերի տարբերությամբ դա տեղի ունեցավ, օրերի, հա ինչ կուզեք այ մարդ, թողեք էլի, քանի մատ ծառ է մնացել քաղաքում, ինչ եք ենք է ծառերի հետևից։ Ու մեն էլի եմ ասում, կասկածում եմ, որ էդ էյագն է, և իրա ձերքի գործն է, ինքը բացահայտ ոստիկանությանը ասել է, ես այն թվերին կտրել տայել եմ օտանավակայա պայստավորել եմ իմ բարեկամուտունը, դու ով ես։ Իսկ դրա վերաբերյալ հաղորդումներ կան։ Իհարկե, բացեք ձեր մոտը գործերը այդ։ Դու ով ես քեզ ինչ ես ներկայացնում որ պայստավոր ես, դուք տեսնեք դրուժբա էր աշխատում, մեքենա է թվերին հադուկ, բեռնակիր, լսնում էին մեջը ինձ էլ փորձում էր ծարել, լավ եմ անում, ասում ունես թույլտվություն, ինչ կարևոր է, ուր կուզես դիմել, ճիշտ էր մարդը, դիմեցի, դաց կշտվեցին, հիմա կտեսնեք ձեր գործողությունները։ Կարդամ տիրին աղտան։ Կարդացեք։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության գումարի բաժնի համայնքային ոստիկանության ավագ լեյտենանտ Մարիցա Մալխասյանը մասնակցությամբ նույն բաժնի ավագ ոստիկանության կապիտան Հայկ Թադևոսյանի ներկայությամբ Գյումրի քաղաքի Խրիմյան հայրիկ 40 շենք 22 բնակարանի բնակչուհի Լիլիթ Հրաչիկի Աղիկյանի ծնված 23/04/1975 թվականի կազմեցին սույն տեղեկանքը հետևյալի մասին, որ համաձայն 11/04/2025 թվականին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզի ՕԿԿ կատարած ազանգի հիման վրա սույն թվականի ապրիլի 11-ին ժամը 14:03-ին անցան քաղաք Գյումրի Խրիմյան հայրիկ 33/1 հասցեն, որտեղ հարցազրույց անցկացրեցին Լիլիթ Աղիկյանի հետ, ով հարցազրույցի ընթացքում հայտնեց, որ սույն թվականի ապրիլի 11-ին ժամը 13:30-ի սահմաններում անցնելիս է եղել Խրիմյան հայրիկ 33/1 հասցեն։ Նկատել է, որ ծառահատված ծառներ կան։ Ծառերի քանակը 4-ն են։ Նշեցիք նաև որ այն է։ Այո։ 4-ն է։ Վերջինս հայտնեց, որ այս ծառերի հատումը եղել է նաև 2019 թվականին։ Կամ 20, այո, ես հստակ չեմ։ Ծառերը կտրել են 2019 թվականին։ Ուղարկվել է իր տեսարանագահանումից հետո դատախազություն։ Այո։ Անհետև մնացել անհետև ոչ մի միջոց չի ձեռնարկվել։ Այո, ճիշտ է։ Լիլիթ Աղիկյանը հայտնեց, որ կասկած ունի, որ Հայկ անունով անձն է, ով ունի Լոռու մարզի գրանցում եւ իրեն Գյումրիում զգում է, ինչպես իր քաղաքում, հայտնեց, որ իբր ինձ ասել այդպես։ այն ինչ ուզում է, հայտնել է, որ ինչ ուզում է, դա անում է այստեղ։ Ունի իբր բանը, դե կտեսնես, ունեն թույլտվություն, թե չէ քաղաքապետարանից է ստացվեց պատասխան եւ ոստիկանությունից, որ ինքը թույլտվություն չի ունեցել։ Վերջինս հայտնեց, որ իբր տեսել է, որ ծառերը կտրտված վիճակում են, մոտեցել է բարեկային ծառայության, որպեսզի պարզաբանվի, թե ով է արել նման բան եւ քրեական պատասխանատվության ենթարկել։ Լիլիթ Աղիկյանը հրաժարվեց հաղորդում ներկայացնելուց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության գումարի բաժնում եւ ասեք մնացածը շարունակեք։ Քանի որ նշված տեղեկանքը կազմվեց տեղում բուտ դեպքի վայրում տեղում դեպքի վայրում եւ Լիլիթ Աղիկյանը հարկ չամարեց նորից նույն բովանդակության համար գալ հասնել գումարի բաժին։ Լիլիթ Աղիկյանը հարկ չամարեց նույն դեպքի մանրամասները ներկայացնել գումարի բաժնում։ Տեղեկացրեց նաեւ, որ այս ամենը տեսաձայնագրվում է եւ բաժին, տեղեկացրեց նաեւ
որ այս ամենը տեսաձայնագրվում է եւ կտեղադրվի սոցիալական ցանցերում։ Ինչ է դրա 05 KK 030 չէ դրա վարած նիվան։ Այն է։ Տեղադրվի Սոցիալական ցանցերում, այո։ Հարգելի ժողովուրդ, ձեր ներկայությամբ իմ գրիչով հիմա ես ստորագրում եմ եւ սպասում ենք բոլորս ընթացքին։ Այս աղջիկը եկել էր ինձ տանելու իդեպ։ Այս իր եղունգներով էլ ճանգեց իմ ձեռքը։ Ես 22:08:24 թվականին, ոչ վերևն Աստված կա։ Ով արել է բերե իր տեմը, ես ոչ մի հագարունական բան չեմ արել։ Ինչ անում եմ հասարակության շահերից եւ իմ քաղաքացիական պարտքից ելնելով։ Եվ ինչ եմ արել, բացահայտել եմ, որ Մուսրմենտ Յաշա Պողոսյանը եւ նրա ընտանիքը աբորինի զբաղեցրել են մանկապարտեզի շենքը, որը մինչև այսօր լինել ունենալով դատարանի որոշում նրանք չեն ազատել։ Դավայց իմ գրիչով է ժողովուրդ, սև գրիչով։ Որը դրել եք։ ձեր հասկանունը, հա, միանշանակ։ Մեքենայի վրա է, վсё։ Հա, այստեղ դուրս կգալի։ Մի անգամ գոնե պատժեք, աչքս տեսնի։ Զզվանք էլի։ Աղիան, պատկերացրեք մենք Զզվանք։ Զզվանք էլի։ պատժելի է։ Ես դա գիտեմ, պապեդայի վրա հələ բացած գործի չեք էլ փագել ընտած չեք տվել։ Հաստատուն ծառը կդրեցին, էլի ես ֆիքսեցի։ 2 տարի առաջ։ Թե անցյալ տարի։ Ես սպասում եմ ձեզ, գիտեք, դու գնացիք հետը խոսացիք։ Այո, գնացեք։ Գնացեք, հաջողություն, ժողովուրդ։ Ստեսություն։ Ձեզ էլ շնորհակալություն արագ արձագանքի համար։ Կյանքում միլիցիային շնորհակալություն չեմ արել, բայց դուք խաս միլիցի չեք, դուք մեկ չեմ ուրիշ եք։ Հաջողություն։ Նավայցի, հաջողություն։